քաղաքագիտության մեջ այսպիսի մի պարադիգմա կա, երբ որ տիտղոսակիր հանրությունը դրսևորում է կամք սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու, հռչակում է սեփական քաղաքական ինստիտուտների կայացման հարցը, այսինքն սեփական պետություն եւ քաղաքական այլ ինստիտուտներ։ Հարևանները բոլորը վիճարկում են, ասում են տղեկ դուք գժվել եք, դուք չկաք, դու ով ես, դու չկաս։ Ու տենց երկու հոգի, տարածաշրջանային հզոր տերություն, բախտները փորձեցին, մեկը Օսմանյան կայսրությունը, մյուսը Խորհրդային միությունը։ Հիմա եթե մեր ժողովուրդը քրտինք կտրած, ալնաթաթախ, որբերի և սովյալների Հայաստանը Սարդարապատում կարողացավ հրաշքի միջոցով հաղթանակ տանել։ Մենք դա ջնջենք գցենք մի կողմ, հայտարարենք նոր հանրապետության մասին, որ Ռուսաստանը կանգնի երեսիդ նայի, ասի նորից ջան, ինչ ես խոսում, ինչ 4-րդ հանրապետություն։ Դու չկաս։ Մի հատ էլ պատերազմ տանենք, մի հատ էլ կռվենք ռուսական հյուսիսային Կովկասի զինված ուժերի դեմ, որ կարողանանք վերահաստատենք մեր անկախ մնալու իրավունքը գետնի վրա։ Ռեալ կյանքը դա է, դու կարող ես զենքով, ուժով քո գոյություն ապահովես, դու կապահովես։ Դու չկարողացար, չես կարողանալու, ոչ իրավաքաղաքական դաշտ, ոչ պայմանագիր, ոչ կադաստրի վկայական, չկա տես բան աշխարհում։ Զենքով կարողացար պաշտպանես, սահմանդ գծես, սահման ունես, չկարողացար վրովդ անցնելու են։